Պաշտոնական այցով Լեռնային Ղարաբաղ ժամանած բուլղարացի պատգամավորները հայտարարում են երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ուղղակի անհրաժեշտություն է։ Պատվիրակությունը գլխավորող Վալերի Սեմյոնովը, ով ղեկավարում է հայրենասիրական ճակատ խմբակցությունն ու Փրկության ազգային ճակատ կուսակցությունը, Ազատության հետ զրույցում պնդեց հարաբերությունների մերձեցումն անխուսափելի է։ Сейчас мы здесь 4 депутатов из болгарского парламента. Ես այսօր այստեղ եմ իմ 4 կուսակից պատգամավոր ընկերների հետ, որպեսզի առաջին անգամ անձամբ տեսնեմ Ղարաբաղն ու ծանոթանամ նրա ղեկավարության հետ։ Այսօր մենք շատ ջերմ հանդիպումներ ունեցանք Լեռնային Ղարաբաղի նախագահի ու ազգային ժողովի նախագահի հետ եւ կարծում եմ, երկու երկրների ժողովուրդների մերձեցումը լավ ապագա ունի։ Առայժմ նույնը դժվար է ասել խորհրդարանական մակարդակում, հասկանալի պատճառներով։ Ձեր հեռուստադիտողներին ու ռադիոընկերներին պետք է նաեւ ասեմ, որ Բուլղարիայում երկրորդ խորհրդարանական ուժը պրոթուրքական է, բայց մեր հայրենասիրական կոալիցիայի եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հայրենասիրական ուժերի միջև հարաբերությունները կարծում եմ ապագայում անխուսափելիորեն դեպի մերձեցում են գնալու։ Отношения между нашей коалицией, патриотичной коалицией, между патриотичных силах Армении и Нагорного Карабаха, это думаю, что неизбежно это такое сближение в будущее. Սեմյոնովի գլխավորած խմբակցությունը 5-րդն է Բուլղարիայի խորհրդարանում։ Նա սակայն վստահեցնում է, փոքրաթիվ կուսակիցների հետ լուրջ հաջողություններ են գրանցել եւ զգալիորեն նվազեցրել թուրքամետ ուժերի ազդեցությունը խորհրդարանում։ Բուլղարացի պաշտոնյայի խոսքով, թեև Ադրբեջանը միջազգային ասպարեզում ակտիվ հակահայկական քարոզչություն է ծավալում, փորձելով Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր ու օկուպանտ, Բուլղարիայում մեծամասնությունը տեղյակ է հակամարտությունից ու ադրբեջանական լոբինգն այնտեղ չի աշխատում։ Да, знаете, Болгария христианское государство. Болгария принимает информацию основно из Армении, так что в общем, я думаю, Ինչպես գիտեք, Բուլղարիան քրիստոնեական երկիր է։ Բուլղարիան ընդունում է Հայաստանից ու Ղարաբաղից եկող տեղեկությունները։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ այստեղի իրադարձությունները շատ լավ արձագանք են ունենում մեզ մոտ։ Ես գիտեմ, որ իմ շրջապատում ծանոթներս, ընկերներս, գործընկերներս բոլորը Ղարաբաղի ժողովրդի կողմից են, այնպես որ երբեմն չարժե լուրջ վերաբերվել Ադրբեջանի կողմից տարածվող տեղեկություններին։ Ադրբեջանական հեռուստատեսություն մենք չենք դիտում, ադրբեջանական ռադիոկայաններ չենք լսում, ադրբեջանական թերթեր էլ չենք կարդում։ Радиостанции не слушаем, азербайджанские газеты не читаем, так что они могут искать в другом посоке поддержки. Երեք Լեռնային Ղարաբաղ այցելել ու քաղաքական ղեկավարության հետ էին հանդիպել նաև Ֆրանսիայի խորհրդարանը ներկայացնող պատգամավորները։ Բուլղարական պատվիրակությանն այսօր Ստեփանակերտում ուղեկցող Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով արտասահմանցի պատգամավորների պաշտոնական այցելությունները խոսում են այն մասին, որ միջազգային հանրությունը սկսում է աստիճանաբար ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Ես կարծում եմ այդ տեղաշարժերը կան, հստակ տեղաշարժերը մենք ունենք, բայց մենք պետք է ավելի հասցեական եւ ավելի շատ կոնկրետ աշխատենք։ Մեր դիրքորոշումները ավելի, այսպես ասեմ, ինչու՞ չէ նաև մի քիչ էլ կոշտ հասցնենք մեր հակառակորդներին, որպեսզի ճիշտը նկարագրվի եւ դրա համար ամենօրյա աշխատանք է պետք։ Մելքումյանի պնդմամբ արտաքին աշխարհի հետ Ղարաբաղի մերձեցումը շատ օգտակար եւ երբեմն վճռորոշ ազդեցություն է ունենում հատկապես միջազգային տարբեր հարթակներում հակահայկական բանաձևերին ու հայտարարություններին հակադարձելու ժամանակ։ ԵԽԽՎ-ում ուրեմն Սիմոնովը ժամանակին եւ Սարսանգի եւ ուրեմն հայկական պրոյեկտներին դեմ է քվեարկել, այսինքն նրանք մեր լավ բարեկամներն են։ Իհարկե իրենք ուրեմն իրենց կազմով 5-րդն են պարլամենտում, դուք գիտեք, որ երկրորդ ուժը դա պրոթուրքական ուժ է, բայց իրենք հենց իրենց պարլամենտի ներսում այդ քաղաքականությունը տանում են, որպես հենց այդ պրոթուրքական ուժը ինքը ինչքան մենք իմացանք, արդեն բավականին հայանպաստ գործունեություն են այդ առումով նաև ծավալել։